Ինչն է ամենից կարևորը։ Իտալական հեքիաթ։ Մի անգամ երկու ընկեր վիճեցին։ Վիճեցին, թե ինչն է երջանկության աղբյուրը։ Մտածելու կարիք էլ չկա, բացականչեց նրանցից մեկը։ Երջանկության աղբյուրը փողն է։ Դու հո գիտես, թե ես ինչպես պոետ դարձա։ Ոչ ոք չէր ուզում իմ բանաստեղծությունները տպագրել։ Եվ ահա հորաքույրս մահացավ և ինձ ժառանգություն թողեց։ Ես էլ այդ փողերով տպագրել տվեցի իմ բանաստեղծությունները։ Այդ ժամանակվանից հրատարակիչները ինձնից ձեռք չեն քաշում։ Եթե հորաքրոջս փողերը չլինեին, նույնիսկ հիմա ոչ ոք չէր իմանա, որ ես պոետ եմ։ Դատարկ բան է, ընդհատեց նրան երկրորդը։ Ամեն ինչ որոշում է ճակատագիրը։ Ես հիմա համարվում եմ Իտալիայի ամենալավագույն երգիչը, բայց կար ժամանակ, որ ինձ ոչ ոք չէր ուզում լսել։ Ես էլ ստիպված ծովափին երգում էի միայն ձկների մասին և ձկների համար։ Իմ բախտից էր, որ այդ ժամանակ դուքս Լուիջին մակույկով զբոսնում էր ծովում։ Նա լսեց իմ ձայնը և հրավիրեց, որ ես երգեմ իր հարսնացուի պատվին կազմակերպված պարահանդեսում։ Հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Ինչ կապ ունի էստեղ փողը։ Ճակատագիրն է, բարեկամս, ճակատագիրը։ Պոետն ու երգիչը վիճեցին, բայց ոչ մի եզրակացության չեկան։ Հետո գնացին զբոսնելու։ Տնից դուրս եկան նրանք ու թափառեցին։ Քաղաքի ծայրամասում նրանք մի կիսաքանդ տնակ տեսան։ Տնակի շեմին նստել էր պատառոտված հագուստով մի պատանի և կիթառ էր նվագում։ Լսիր, բարեկամ, ինչպես տեսնում եմ, ուրախ ես ապրում, ասաց պոետը։ Չէ, ինչ ուրախություն, պատասխանեց նա։ Եթե մարդը 2 օր բան չուտի, կարող է ուրախ լինել։ Բայց ինչու ես կիթառ նվագում, հարցրեց երգիչը։ Գիտեք ինչ, այս կիթառը միակ բանն է, որ հայրս թողել է ինձ որպես ժառանգություն։ Ընկերները հայացքներ փոխանակեցին, որովհետև երկուսն էլ միանգամից մտածեցին. սա հենց նա է, ով մեզ կօգնի։ Հիմա մենք կիմանանք, թե ինչն է ամենից կարևորը։ Ամեն մեկը իր գրպանից հանեց 50 ոսկի դրամ և տվեց կիթառիստին։ 100 սկուդո է, բացականչեց պատանին։ Շնորհակալ եմ, բարի սինյորներ։ Քեզ պահիր քո շնորհակալությունը։ Ուղիղ 1 տարի հետո կգանք իմանալու, թե արդյոք այս փողերը քեզ օգնեցին, թե ոչ, ասացին ընկերները և ետ դարձան։ Հենց որ նրանք ծածկվեցին ճանապարհի ոլորապտույտի ետևում, Ալչիդեն, այդպես էր պատանու անունը, ինքն իրեն ասաց. Սկզբում ես կգնեմ նրբերշիկ։ Դե այնքան կգնեմ, որքան կտեղավորվի իմ փորում։ Իսկ հետո կմտածեմ, թե ինչպես վարվեմ անսպասելի հարստությանս հետ։ Նա փողերը դրեց գլխարկի աստառի տակ, գլխարկը դրեց գլխին ու գնաց դեպի կրպակ։ Դեռ 10 քայլ չէր անցել Ալչիդեն, երբ հանկարծ չլսված ու չտեսնված բան պատահեց։ Ձիթապտղի ծառի ճյուղից թռավ ընկավ մի մեծ ագռավ։ Ճանկերը խրեց Ալչիդեի գլխարկի մեջ ու վեր սլացավ։ Հեյ գող, տուր փողերս, գոռաց խեղճ տղան։ Բայց ագռավն ուժեղ թևին տվեց և շուտով անհետացավ տեսադաշտից։ Լրացավ 1 տարի։ Պոետն ու երգիչը նորից եկան Ալչիդեի տնակի մոտ։ Դուռը թակելու կարիք չկար, որովհետև Ալչիդեն առաջվա նման նստած էր դռան շեմին և կիթառ էր նվագում։ Ինչպես թե, բացականչեցին ընկերները։ Դու դեռ կիթառ ես ծնկծնկացնում։ Բա ինչ անեմ, ինչ է մնում ինձ անելու, նվաղած պատասխանեց Ալչիդեն։ Ագռավը 5 գլխարկիս հետ տարավ նաև իմ բախտը։ Եվ նա պատմեց կարճ, բայց տխուր պատմությունը։ Տեսնում ես, պոետին դարձավ երգիչը, ես չէի ասում, որ բախտավորությունն ու դժբախտությունը ճակատագրից է։
Դե թող այդ ագրավն ուզենար իր բնի մեջ քնել ոչ թե փափուկ լաթի, այլ չոր ճյուղերի վրա։ Դե բացատրիր ինձ, ինչու նրան Ալչիդեի գլխարկը պետք եկավ հենց այն ժամանակ, երբ փող էր դրված գլխարկի մեջ։ Անմտություն է, երգչին ընդհատեց պոետը։ Եթե ագրավը փողերը չտաներ, Ալչիդեն լի ու առատ կապրեր։ Ոչ բարեկամս, փողն ամեն ինչ է։ Այս ասելով պոետը ձեռքը տարավ գրպանը եւ այնտեղից 100 սկուդո հանեց եւ մեկնեց Ալչիդեին։ Ալչիդեն պատրաստվում էր ջերմորեն շնորհակալություն հայտնել ընկերներին, բայց նրանք ձեռքերը թափ տվեցին, խոստացան ուղիղ 1 տարի հետո նորից գալ եւ գնացին։ Այս անգամ Ալչիդեն որոշեց խելացի վարվել։ Նրբերշիկ գնելու համար կրպակ գնալիս մի մոռացեք, որ 1 տարի առաջ նրան այդպես էլ չհաջողվեց համտեսել նրբերշիկը։ Նա 1 ռուբլին դրեց բերանը, իսկ մնացած 99 լավ տեղ պահեց։ Ինչ եք կարծում, որտեղ։ Տան անկյունում ընկած հին մաշիկի մեջ։ Այս անգամ ոչ մի ագրավ դրանց տեղը չի գտնի, ասաց նա, շատ գոհ մնալով իր խորամանկությունից։ Իսկ գողն այսպիսի հնոտիքի վրա աչք չի տնկի։ Այն միջոցին, երբ Ալչիդեն կրպակ էր գնում, ահա թե ինչ պատահեց։ Տնակ մտավ հարևանի կատուն, որին իր տերը կերակրում էր այն ժամանակ, երբ ինքը կուշտ էր լինում, իսկ տերը երբեք կուշտ չէր լինում։ Կատուն տակն ու վրա արեց ամբողջ տունը, բայց դե հասկանալի է, ուտելու ոչինչ չգտավ։ Հանկարծ բնից դուրս թռավ մի մուկ։ Կատուն ընկավ նրա ետևից։ Մուկը փախավ ու մտավ հին մաշիկի մեջ, հենց այն մաշիկի, որտեղ Ալչիդեն պահել էր դրամները։ Կատուն վայրկենապես շուռ տվեց մաշիկը, դրամներն այս ու այն կողմ գլորվեցին, իսկ մուկը մտավ իր բույնը։ Դրանից հետո կատուն սկսեց խաղալ դրամների հետ։ Նա դրամները դես ու դեն գլորեց այնքան ժամանակ, մինչև որ բոլորը, մինչև վերջին կոպեկը գցեց այն բնի մեջ, որտեղ թաքնվել էր մուկը։ Երբ Ալչիդեն կրպակից վերադարձավ, պարզվեց, որ նա երեկվանից ավելի հարուստ չէր։ Փողերը կորել էին եւ վերջ։ Գոնե լավ էր, որ հասցրեց նրբերշիկ գնել։ Դրա համար էլ զարմանալի բան չկար, որ երբ երգիչն ու իր ընկերը 1 տարի հետո հայտնվեցին, Ալչիդեին գտան հին տնակի շեմին նստած իր նախկին զբաղմունքով տարված։ Դե, բացականչեց պոետը, սա արդեն չափազանց է։ Գուցե դու կսկսես մեզ հավատացնել, որ երկրորդ անգամ տված 100 սկուդոն մկներն են տարել։ Ավաղ իմ բարի սինյորներ, հոգոց անեց Ալչիդեն, ես ձեզ ոչինչ չեմ հավատացնի, որովհետև ինքս էլ չգիտեմ, թե ինչպես կորամ փողերս։ Այժմ դու վերջապես համոզվեցիր, ասաց երգիչը պոետին, որ ամեն ինչ որոշում է ճակատագիրը, այլ ոչ թե փողը։ Ընդհակառակը, հակաճառեց պոետը, ես ավելի քան համոզվեցի, որ միայն փողը կարող է մարդուն երջանիկ դարձնել, սակայն իմ ճշմարտացի լինելը ապացուցել չեմ ուզում։ Դա շատ թանկ է նստում ինձ վրա։ Այժմ ինքդ ապացուցիր։ Լավ, կփորձեմ, ասաց երգիչը։ Նա գրպանները քրքրեց եւ այնտեղից հանեց արճիճի մի փոքրիկ գնդիկ։ Պետք է խոստովանել, որ երգիչն ինքն էլ չէր հիշում, թե դա ինչպես էր ընկել իր գրպանը։ Վերցրու խեղճ մարդ, ասաց երգիչը։ Գուցե սա քեզ ավելի պետքական լինի, քան փողը։ Ընկերները հրաժեշտ տվեցին միմյանց ու գնացին։ Գնդիկը երկար ժամանակ էր մնացել երգչի գրպանում, բայց ավելի երկար ժամանակ ընկած մնաց Ալչիդեի գրպանում։ Նա գնդիկը մտաբերեց միայն այն ժամանակ, երբ սովածությունից փորը մեջքին էր կպել ու վեց էր անում։ Նույնիսկ կիթառը դադարեց նրան զվարճացնել։ Ալչիդեն գրպանից հանեց արճճե գնդակը,
գլորեց ափի մեջ եւ մտքերի մեջ ընկավ։ Վաճառել, բայց սրա համար մի սոլդո էլ չեն տա։ Բայց քանի որ ինչ որ մեկը սա պատրաստել է, նշանակում է մի բանի համար պետք է։ Այստեղ Ալչիդեն խփեց ճակատին։ Ինչպես է որ առաջ ես գլխի չեմ ընկել, չէ որ սրանից շատ լավ սուզագնդիկ կստացվի։ Նա ուռենուց մի երկար ու ճկուն շիվ կտրեց, գնդասեղից ձկնորսական կարթ պատրաստեց, ամուր թելից կախեց արճճե գնդիկը, մի խոսքով մի ժամ անց Ալչիդեն նստած էր ծովափի մեծ քարին եւ ձուկ էր որսում։ Միայն թե ձուկը հակառակի պես չէր մոտենում։ Ալչիդեն ծովափին նստեց ամբողջ առավոտն ու կեսօրը։ Մեկ ուրիշը նրա փոխարեն վաղուց դեն նետած կլիներ այդ գլխացավանքը։ Բայց Ալչիդեն այդպիսիններից չէր։ Եթե նա մի գործ էր ձեռնարկում, ապա մինչև վերջ կատարում էր։ Ալչիդեն որոշեց իր համառությամբ գերազանցել ձկներին։ Եվ գերազանցեց։ Մայրամուտին հաջողվեց ձկներ բռնել։ Երիտասարդ ձկնորսը հազիվ էր հասցնում բռնած ձուկը քաշել ու կարթը նորից գցել։ Այ թե համով ստացվեց սեփական ձեռքերով բռնած ձկան ձկնապուրը։ Երանի մենք էլ համտեսած լինեինք։ Ձկներն այնքան շատ էին, որ Ալչիդեն դրանց մի մասը առավոտ կանուխ տարավ շուկա վաճառելու։ Հետո նա նորից վազեց դեպի ծով։ Այդպես էլ շարունակվեց։ Ալչիդեն օրերով նստում էր ծովափին ձկնորսական կարթը ձեռքին։ Կես տարի անց նա մի փոքր ձկնորսական ցանց գնեց։ Եվս կես տարի եւ մի փոքրիկ մակույկ գնեց ու դարձավ իսկական ձկնորս։ Իսկ ինչ եղան պոետն ու երգիչը։ Նրանք այնքան շատ գործեր ունեին, որ մոռացել էին խեղճ կիթառիստին։ Երկուսն էլ գնացել էին հեռավոր ճանապարհորդության։ Մեկը արևմուտք, մյուսն արևելք։ Եվ հայրենի քաղաքում միմյանց հանդիպեցին ընդամենը 5 տարի հետո։ Այդտեղ էլ հիշեցին Ալչիդեին եւ որոշեցին այցելել նրան։ Եկան հին տեղը։ Նայում են, խարխուլ տնակը չկա։ Նրա տեղը կանգնած է մի գեղեցիկ տուն։ Տան մոտ խաղում են 2 երեխա, իսկ շեմքից երեխաներին է ժպտում ջահել գեղեցկուհի տանտիրուհին։ Ընկերները մոտեցան կնոջն ու հարցրին. «Չգիտեք արդյոք որտեղ է կիթառիստ Ալչիդեն»։ «Ինչպես չգիտեմ», պատասխանեց կինը եւ ձայն տվեց. «Հեյ, ամուսնյակս, քեզ մոտ հյուրեր են եկել, 2 երևելի սինյորներ»։ Այդ ձայնի վրա ամուսինը դուրս եկավ եւ ընկերները տեսան, որ դա իսկապես Ալչիդեն է։ Սկսվեց հարց ու փորձը։ Բոլորը նստեցին շեմին եւ Ալչիդեն սկսեց հերթով պատմել իր պատմությունը։ Ամեն ինչ սկզբից մենք չենք լսի, մեզ շատ բան հայտնի է, իսկ այն ինչը չգիտենք, կլսենք։ Եվ այսպես, թանկագին սինյորներ, ինձ համար մակույկ գնեցի, մի լավ ցանց եւ դարձա իսկական ձկնորս։ Հետո ինձ վրա ուշադրություն դարձրեց Ջիովաննան։ Իհարկե, ես էլ նրա վրա ուշադրություն դարձրի։ Պետք է խոստովանեմ, որ այդ գործում ինձ մի փոքր օգնեց կիթառը։ Մի խոսքով, չանցավ 3 ամիս, մենք ամուսնացանք։ Դե երիտասարդ տիկնոջս անհարմար էր պահել հին խարխլված տնակում։ Մտածեցինք նույն տեղում նորը կառուցել։ Սկսեցինք հինը քանդել։ Այժմ ուշադիր լսեք, թանկագին սինյորներ, սա ձեզ էլ է վերաբերում։ Հին տնակի ծխնելույզում գտանք ագրավի լքված բույնը, բնում իմ գլխարկը, իսկ գլխարկի մեջ 100 սկուդոն։ Եվ ես չափազանց ուրախ եմ, որ կարող եմ վերջապես վերադարձնել վաղուցվա պարտքս։ Ալչիդեն վազեց սենյակ եւ այնտեղից բերեց պատառոտված գլխարկը, որի մեջ զնգզնգում էին դրամները։ Նա 50-ական սկուդո վերադարձրեց պոետին եւ երգչին եւ շարունակեց իր պատմությունը։
Դա դեռ բոլորը չէ։ Հազիվ էինք սկսել տնակի հատակը քանդել, երբ անկյունում մկան բնի մեջ գտնվեց 99 սկուդոն։ Չէ որ 1 սկուդոն հասցրել էի ծախսել նրբերշիկ գնելու համար։ Ես իմ ծախսած 1 սկուդոն դրել եմ վրան։ Այս խոսքերն ասելու ժամանակ Ջովաննան, Ալչիդեի կինը, բերեց գեղեցիկ կապերով քսակի մեջ պահված փողերը եւ Ալչիդեն դրանք տվեց պոետին։ Իսկ արճճե գնդակը, ասաց նա, ես կպահեմ որպես հիշատակ։ Հազիվ էր Ալչիդեն վերջացրել, երբ ընկերների մեջ բորբոքվեց հին վեճը։ Ճակատագիր, գոռում էր երգիչը։ Փող, նրանից բարձր գոռում էր պոետը։ Նորից մեջտեղ եկան հին ապացույցները, էլ հորաքրոջ թողած ժառանգությունը, էլ հայտնի մեծատուն դուքս Լուիջին։ Ալչիդեն լսեց եւ վերջապես խառնվեց վեճին։ Թույլ տվեք ես էլ իմ խոսքն ասեմ։ Փողը փող, ճակատագիրը ճակատագիր։ Բայց հավատացեք ինձ, որ գլխավորը դա աշխատանքն է, աշխատանքը եւ համառությունը։ Գուցե իսկապես ձեր հորաքրոջ ժառանգությունը ձեզ օգնել է, սինյոր պոետ, բայց չէ որ դուք երկար տարիներ աղքատ էիք եւ անհայտ, բայց չնայած դրան բանաստեղծություններ գրելը չէիք թողնում։ Ձեզ, սինյոր երգիչ, փառք տվեց դուքս Լուիջին, բայց դուք չէիք դադարում երգել մինչև այն երջանիկ պահը, երբ դուքսը իր մակույկով անցավ ձեր կողքով։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա այն ամենին, ինչին ես հասել եմ, իմ սեփական ձեռքերի գործն է։ Երգիչն ու պոետը մի փոքր լռելուց հետո բացականչեցին։ Երդվում ենք Սուրբ Տիրամայրով, կարծես թե սրա ասածն է ճիշտը։